Հայարտ կենտրոնն իր գրեթե բոլոր սրահներում հյուրընկալել է Նարեկ Ավետիսյանի մեծամասշտաբ գեղանկարչական եւ մեդիա արվեստի նախագիծը, որի ցուցադրությունը թերևս հնարավոր էր միայն Հայարտի հսկայական տարածքում։ «Ի խորոց սրտի» «De Profundis» վերնագրված նախագիծը նկարչի երկարամյա եւ խոր հետազոտության արդյունքն է, բաղկացած է երկու շարքերից։ Նախագծի 33 մեծադիր կտավները ստեղծվել են 2011-ից 18 թվականներին, իսկ պատկերային աղավաղումներով ստեղծված թվային տպագրությունները վերջին շրջանում։ «Ի խորոց սրտի» վերնագիրն արդեն իսկ հղումներ ունի Նարեկացու Մատյանին։ Նկարիչը խոսում է Մատյանի անվերջ ընթերցումների եւ հոգեվորի տևական փնտրտուքի մասին, իսկ թվայինի եւ գեղանկարչության շարքերի համադրումը թելադրում է սիմուլյացիայի եւ իրականության բախումը։ Ընթացքում ինձ սկսեց հետաքրքրել այդ մարդու հոգևոր որոնման խնդիրը պոստմոդեռնիզմի, հասուն պոստմոդեռնիզմի ժամանակաշրջանում։ Բնականաբար Ժան Բոդրիարին եւ այլ հեղինակների պետք է հիշեի, նորից վերաընթերցեի, եւ Բոդրիարը շատ հետաքրքրեց, որովհետեւ սիմուլյացիաների եւ սիմուլակրների գաղափարը ինձ միշտ հետաքրքրել է դեռ Պլատոնից սկսված, բայց այս հեղինակի դեպքում խոսքը գնում էր անհատականության կրիզիսի մասին, որը կորցնում է իր դեմքը, վերածվում է տիրաժի, ինչ-որ ստանդարտների մեջ է արդեն սկսում դրսևորվել։ Ցուցադրական նախագիծն ամբողջանում է մեծադիր կտավների, թվային տպագրությունների, տեսային ինստալացիայի, Նարեկացու Մատյանից տեքստային հատվածների եւ Ավետ Տերտերյանի երաժշտության համադրությամբ։ Առանձին դեպքերում նկարիչը մեծադիր կտավների վրա թողած հատուկ բացվածքներով ընդգծում է մարդու հոգու պատրվածքները եւ չսպիացող վերքերի հիշողությունը։ Գուցե մենք սիմվոլիկան խաչեր ենք տեսնում, Հիսուսին հիշեցնող կերպարներ ենք տեսնում, շատերի համար դա հենց Հիսուսն է, շատերի համար առաքյալներ են կամ Նարեկացու կերպարն է, որը ստույգ չգիտենք։ Այդ բոլորը միասին ինքը որպես այլաբանություն եւ միևնույն ժամանակ փաստ կարող ենք հենց այդպես էլ ընդունել։ Մենք այդ բոլորը միասին փորձում ենք մեր միջով անցկացնել վերքերի այդ խարազանումների խնդիրը այս կյանքում կա։ Առանձնահատուկ կարևորություն տալով Նարեկ Ավետիսյանի նոր նախագծին Հայարտում կազմակերպել են մի շարք շրջայցեր, հեղինակի հետ անմիջական շփումների հնարավորություն ընձեռելով ուսանողներին եւ երիտասարդ արվեստագետներին։ Այսօր տեխնոլոգիաների զարգացման դարաշրջանում շատ կարևոր էր նաև ցույց տալ, ինչպես կարող են համակցվել ավանդական կտավ յուղաներկով արված աշխատանքները եւ համակարգչային գրաֆիկայով եւ այսօր արդեն արհեստական բանականության միջոցով եւ կարծում եմ, որ այս նախագիծը նաեւ յուրօրինակ արվեստի պատմություն է վերջին 20-ամյակի երևի ընթացքում եւ ի շնորհիվ այս նախագծի եւ այս նախագծի հիման վրա շատ երիտասարդ արվեստագետներ նաեւ փոխում են իրենց աշխարհայացքը։ Վիրտուալ աշխարհի գերիշխանության պայմաններում, երբ ձևախեղվում է մարդու անհատականությունը, նրա նախաստեղծ սկիզբը արվեստագետի նպատակը դեպի լուսավոր մեկ այլ իրականություն ճանապարհ բացելն է, փաստում է Նարեկ Ավետիսյանը։ Նրա «Ի խորոց սրտի» նախագիծը Հայարտում կցուցադրվի մինչև հունիսի կեսը։ Նոնե Ալեքսանյան, Էդգար Դավթյան, լուրեր։